Հայաստան համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի միջոցներով Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների բարերարությամբ Աբովյան քաղաքի ծննդատանն իրականացվել են շուրջ 46 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ։ Ծննդատան հանդիսավոր բացման արարողությունը կայացավ այսօր։ Բացումը մեկնարկեց Տեր Սմբատ Քահանա Սարգսյանի կողմից ծննդատան օծմամբ, որին հաջորդեց բացման արարողությունը։ Բացմանը ներկա էին Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, Աբովյանի քաղաքապետը և բարերարների ներկայացուցիչը։ Ըստ մեր ձեռք բերած պայմանության առողջապահության նախարարությանը շուտով այս բաժանմունքը նաև կկառավարվի։ Նշեմ, որ առողջապահության ոլորտում հիմնադրամը շատ լուրջ աշխատանքներ է տանում ներկայումս եւ մյուս ամիս մենք բացելու ենք նոյեմբերյանի տարածաշրջանային հիվանդանոցը, որը ամբողջությամբ է վերակառուցվում։ Նաև կառուցում ենք նոր հիվանդանոց Սրտաբանական Գորիսում եւ կրկին այն կբացվի մյուս ամիս եւ սկսում ենք կառուցել Մարտունիում նոր հիվանդանոց։ Հայաստանում անկախությունից ի վեր այս ոլորտը շատ լուրջ թերացումներ ունի եւ երևի այս վերջի 5-6 տարին է, որ լուրջ ներդրումներ է սկսել իրականացվել։ Հիմնադրման 25 տարիների ընթացքում հիվանդանոցը չէր վերանորոգվել, իսկ բարերարների միջոցներով վերանորոգվեց ծննդատան 3-րդ հարկում տեղակայված բաժանմունքը։ Ծննդատունը բավականին ծավալուն է, տարեկան ծննդաբերում են մոտ 1500 կանայք, այսինքն ունենք 1500 նորածին, վիրահատվում են կանայք ամսական 30-ից 40 եւ սպասարկվում են կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում մոտավորապես 1700-1800 հղի կանայք։ Միանգամից կարող են ծննդաբերել 5 կին, միանգամից կարող են վիրահատվել 2 կին։ Եվ դա բավականին մեծ ծավալ է։ Աբովյանում միայն այս ծննդատունն է, ծննդատունը սպասարկում է Աբովյանի տարածաշրջանի ազգաբնակչությանը։ Ինչքան էլ հիմա ես շնորհակալ կան խոսքեր ասեմ, չեմ կարող արտահայտել այն երախտագիտության մեծ զգացումը, որ ես եւ մեր ծննդատան աշխատակիցները ունեն Տեր եւ Տիկին Նիկողոսյանների հանդեպ։ Արմենու Հիկարեյան, Ավետիս Տավյան, Լուսինե Հովհաննիսյան, Սլաք AM։